Կատաղությունը վիրուսային հիվանդություն է, որը բերում է մարդկանց և այլ կաթնասունների մոտ գլխուղեղային բորբոքման։ Ախտանշաններն ուղեկցվում են անզուսպ շարժումներով, անկառավարելի ոգևորությամբ, վախով, շփոթմունքով։ Այն խիստ ծանր է անդրադառնում նյարդային համակարգի վրա։ Չկա կառավարություն, ազգային ժողով հարցուպատասխան, որի ժամանակ նա հունից դուրս չգա, ուղղակի այս անգամ էլ ավելի հանդուգն բառապաշարով էր։ Ինչ տեղի ունեցավ։ Բորբոքվեց խորհրդարանի ամբիոնին, կորցրեց իրեն, գոռում էր, թե ընդդիմադիրներին կլցնի պատվալները, կնստացնի եւ այլն։ Հետո գնաց ու համերգը շարունակեց ՔՊ-ի շարքում, էլի գոռգոռաց, որից հետո գրպանից հանեց ինչ-որ բան, ենթադրում եմ դեղ, գցեց բերանը։ Գուցե այդ ամենը տեղի չունենար, եթե գրպանից այդ բանը ելույթից առաջ հաներ, գցեր բերանը։ Իմիջիայլոց նորմալ երկրներում, եթե պարզվում է, որ երկրի ղեկավարը դեղամիջոցներ է ընդունում, իսկ այս դեպքում դրանք պետք է որ հանգստացնող լինեն, ղեկավարը հրաժարական է տալիս ինքնական, որովհետև կարող է պարզվի, որ երկրի ու մարդկանց ճակատագրերին վերաբերող որոշումներ է կայացրել դեղամիջոցի ազդեցության տակ, այլ ոչ թե իր խղճի, համոզմունքի և պատասխանատվության ներքո։